Գիտեմ նաև, որ շատ են եղել մարդիկ, ովքեր փորձել են խոչընդոտներ ստեղծել, դժվարություններ ստեղծել, ովքեր էին նրանք ու ինչով էր դու իրենց խանգարում այդ կայացման փուլում, հա, որ փորձում էին խոչընդոտել քո առաջընթացը։ Դե այդ բնականաբար սաղից գործի մեջ էլ մարդիկ են լինում, որ երբ որ դու ինչի կոնկուրենտ էիր։ Չէ, պրոստը ես կարծում եմ, որ իմ բախտը ինձանից մի քիչ շատ առաջ անկած, ու ես շատ պատահաբար հայտնվել եմ միշտ այնտեղ, որտեղ որ բոլորը երազել են հայտնվելու։ Ու ես դից երևի դա է եղել պատճառը, մի քիչ նախանձ ա եղել կամ չգիտեմ, տենց ինչ-որ։ Ոլորտում գործունեություն ծավալող անձիկ էին, թե զուտ որ հասկանամ որտեղից այդ ինֆորմացիան քեզ կփորձեմ ճիշտ պատասխանեմ այդ հարցին։ Ինֆորմացիան աղբյուրներից, որ խանգարող մարդիկ կային, քո առջև փակվում էին դռներ։ Փակվել է դռների առջև, այն ժամանակ ես հիմա կարամ արդեն էդի բացահայտ խոսեմ, երբ որ ես նոր թատերական ինստիտուտ ավարտել եմ ու չգիտեի ինչով զբաղվեի։ Բանակում հեռուստասերիալ կար, Շանթ հեռուստատեսությունը, որ Գյումրիում էր, ես այն ժամանակ այսքան երեխա էի, այդ հեռուստատեսությունում եմ մեծացել, որտեղ մամաս ընդեղ էր աշխատում։ Բոլորը ինձ ճանաչում էին, մամայից ճանաչում էին գործընկերները։ Մամայից խնդրեցի, ասեցի կզանգես Շանթի պրոդյուսերներից անուն չեմ ուզում տալ։ Ասի զանգի խնդրի գնամ բանակում երկրորդական դեր նկարվեմ, տենց ինչ որ կտորներ։ Էպիզոդիկ, այո։ Պայմանավորվեց բան ասին, հա թող գա, ինչ որ ժամը 2-ին ենք պայմանավորվել, Գյումրիից 40 աշճան ջերմությունով եկա հասա 5 րոպե ուշացել էի։ Այդ պրոդյուսերը տենց քարտուղարին զանգեց, ասեց այս մարդը եկել է, ասեց 5 րոպե ուշացել է, թող չգա էլ։ Ու դա դարձավ իմ համար ստիմուլ, որ ես այդ հեռուստատեսությանը, այդ մարդուն կոնկրետ պետք է ապացուցեմ, որ սենց։ Ու անցավ մի քանի տարի, ես այդպես լիքը պրինցիպներ եմ ունեցել, այն որ ապացուցելու։ Անցավ մի քանի տարի, ես հակառակը շատ սիրուն, շատ ճիշտ ապացուցեցի, որ այդպես ես ինձ լավ զգացի դրանից, էլի։ Դուք կկանչեք, ես չեմ։ Հա, դուք կկանչեք, ես չեմ գա։ Դրա համար եմ ասում, իմ բախտը միշտ ինձանից մի քանի քայլ առաջ է եղել։ Ես այն որ ամենածայրահեղ իրավիճակում, որ ես չեմ հասկացել ոնց այս հարցի տակից դուրս գամ, միշտ դրա մյուս օրը մի հատ այնպես բան ա եղել, որ ասում եմ, ես ինչ էր, ոնց եղավ։ Մի շրջան կար, որ անընդհատ քո անունը արծարծվում էր թե մամուլում, թե կայքերում, հիմնականում մեկ ասում էին Գոռ Հակոբյանին ծեծի են ենթարկել, մեկ դու էիր սուր գրառումներ անում քո սոցիալական ցանցերում ու հատկանշականն է նա, որ շատերն ասում էին, որ դա դու ինքդ ես անում, օգտագործելով որպես PR տեխնոլոգիա։ Արի այդ մասին խոսանք։ Անտիվիրուսի ժամանակ եղել է այդպես խոդեր, այդպես մի քանի բան եղել է, որ մենք սարքել ենք, հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց եղել է հաստատ, որ պայմանավորված ինչ-որ մեկի հետ, որ ասես կոնֆլիկտ ենք արհեստական սարքել, որ ինչ-որ այդպես PR բան անենք, բայց դրանից հետո այդ ծեծել մեծելը սա եղել է անտիվիրուսի շրջանակներում, դրանից հետո չեմ հիշում ես այդպես բան, որ մամուլը գրած լինի, որ ինձ ծեծել են։ Ծեծելը չէ, բայց սուր գրառումների համար կային կայքեր, ովքեր գրում էին, որ Գոռ Հակոբյանը այսպիսի գրառում արեց ու դրան հաջորդում էր Գոռը սա գրել է, որպեսզի իր անունը արծարծվի։ Ասատու ջան, ես միշտ եղել եմ Facebook-ում ստատուս գրողներ կան, չէ՞, որ դες մի բանից ներվայնանում են, sense մի հատ կտոր, ես դրան այդ տեսակից եմ եղել։ Ինչ եղել է, խոսացել եմ, այսինքն մանավանդ այն ժամանակ, երբ որ դες բերանս փագել չէր ելնում այդ հաղորդման շրջանակներում անտիվիրուսի, այդ ժամանակ ես դες գրել եմ, կարող չգիտեմ, դա վերցել են ինչ որ սայթեր ինչ որ բաներ են գրել, բայց իրականության հետ կապ չունեցող բաներ է, էլի։ Արի գանք անտիվիրուսին։ Մինչ նկարահանումը զրուցում էինք, ուրախալի բան ասեցիր, որ վերսկսում ես նորից։ Բայց այն ժամանակ ինչի փակվեց անտիվիրուսը։ Ինչ բախում եղավ գործընկերոջդ հետ։ Գործընկերոջ հետ բախում չի եղել, вообще բախում չի եղել։ YouTube-ը ինձ պահել իրեն թողնել։ Ես ուղղակի վերջում այդ անունը վերցե դուս եմ եկել, ասել եմ, ես իմ մտածածն է, եթե դուք դաժե ֆորմատն եք օգտագործելու, հետևից ինչ-որ մի հատ սոս հաղորդում արեցին, եթե ասել եմ ֆորմատը դաժե պետք է օգտագործեք, այս անվան հետ դուք գործ չունեք, ես իմ անունը։ Ես եմ մտածել այդ անունը։ Ան վերցե դուս եմ եկել։ ಎಷ್ಟು ընկալվեց քո դուրս գալը։ Ոչ թե դուս եմ եկել, այդ հաղորդումը փակեցինք ես ու մեր Հայկը, որտեվ հանեցինք որ TV-ով որ եթեր էր գնում այդ TV-ից, որտեղ արդեն հասկացանք, որ քաղաքական բաներ նկատվում են, որ այնց արեք սա, մենք ասենք մենք չենք պատրաստվում մտնել, արեցինք մի քանի բան, հետո հասկացա, որ վտանգավոր տեղ եմ ես արդեն հայտնվելու քիչ, ասեցի վերջ, ու դուս եկա։ Վտանգավորը կյանքի վտանգավոր, թե քո պրինցիպներին դեմ։ Կարող եմ ասել երկուսն էլ։
Կյանքի վտանգավոր չէ, դե այնպես մարդկանց մասին ինչ որ բաներ էինք ուզում արդեն խոսանք, որը որ պետք չէր вообще խոսալ։ Չնայած հետո դոգը հելավ խոսած, սա։ Դոգը նույն անտիվիրուսն է անում էր ավելի չի, բայց ավելի դից շատ ես դες չէի։ Լավ, դե դուք չէիք քրվում։ Մենք չէ, դե հետ եմ ասում, դա շատ բան է, էլի վատա որ քրվում ես։ Հիմա ես որ պիտի վերաբացեմ իրան, ինքը շատ նուրբ ամեն ինչ է, որովհետև այսօր պարագայում ես հաղորդումից առաջ խնդրեցի քեզ որ քաղաքականությունից ընդհանրապես չխոսենք, բայց այսօր պարագայում ինչ էլ խոսենք, մեկը ֆռալու է դառնա քաղաքականություն։ Եթե նույնիսկ ես բաժակի մասին ենք խոսում։ Դրա համար ես շատ նուրբ եմ իրան, բայց ավելի ստենդափ ոճի մեջ ավելի հումորային է, քան քաղաքական քննադատական բան է, էլի։ Ես հասել եմ դրան, արել եմ ամեն ինչ, ինչ կարող էի։ Կարծում եմ այդ էջը փակված է։ Full House-ի մասին խոսելով նման կարծիք ես հայտնել ու ասել ես երևի թե դրան գերազանցող բան չի լինի, ինչի։ Այդ պիկը գորի պիկներ է դի։ Խոսքը մեն Full House sitcom-ի մասին է։ Հա։ Sitcom-ի մասին դե մենակ ես չէ, բոլորս ասել էինք նրան, որ պետք է այդ sitcom-ը տրամաբանական ավարտ ունենա։ Չէ, դու քո գործունեության մասին խոսելիս նման միտք ես արտահայտել։ Ես երբ որ կարդում եմ, երբ որ լսում եմ այս խոսքերը, պատկերացնում եմ, որ գոռը հասել է, ապացուցել է իր պիկը, արդեն հայտնիության իր այն ամենավերին աստիճանի հարթակի վրա կանգնած է, ու այլևս կարծումը ուրիշ կերպ չի կարա զարմացնի հասարակությանը։ Եթե խոսքը Full House-ի կերպարի մասին է եղել, ես չգիտեմ դա որտեղից ես գտել երբ եմ ասել, բայց ամեն դեպս եթե ասել եմ, 4 տարի առաջ ես։ Փորձեմ մեկնաբանեմ։ Կոնկրետ իր պերսոնաժով հա, իր հայտնիությունը, այդ պերսոնաժի իմ հայտնիությունը, այդտեղ այդ sitcom-ի ավարտի ժամանակ արդեն եղել է պիկի վրա, որ թե Հայաստանի սահմաններում, թե Հայաստանի սահմաններից դուրս բոլոր հայերը որտեղ որ կան, որտեղ որ մենք գնացել ենք համերգներով, այս մարդուն այդ պերսոնաժով ճանաչել են։ Այդ մակարդակի վրա։ Ես երևի դրա համար եմ ասել դա։ Դրանից ավել թե ինչ կարամ անեմ, դրանից ավել, եթե խոսքի մնացած sitcom-ների մասին, նոր ասեցի Full House-ն եմ հիշում, հետևից 5-6 հատ sitcom եմ նկարել, որոնք որ անուններս քիչ եմ հիշում։ Դժվարանամ ավելի ճիշտ հիշելուց։ Ու հիմա եկել հասել եմ, որ զարմացրել եմ այն մարդկանց, ովքեր որ իմ հերոստադիտողն են եղել, հիմա վենդետայով։ Որ իրանց մոտ պրոստը sense բան կար, որ այստեղ են այս կոմեդիայի դերասանից հետո այս ֆիլմի գլխավոր անտագոնիստ ոնց է խաղալու։ Ու շատ ճիշտ է խաղալու էլի, այտենց որ sense բան չի էլի, այտենց շատ բան կերպ, շերտավոր կերպարա։ Հիմա փորձել եմ տենց զարմացնել, այսինքն իմ համար էլ է դա եղել նորություն։ Ինչ եմ ուզել գալը դե, որովհետև սցենար կարդալուց հետո ես հասկացա, որ այդ դերը ես ուզեցել եմ միշտ խաղամ։ Ինձ մի հատ լրիվ անկյան տակ Հյուսիսային պողոտան, որ նոր էին սարքել, բոլոր երգիչները սկսեցին Հյուսիսային պողոտայում կլիպ նկարել։ Երևի մի 10-15 հատ կլիպ դուրս եկավ, չգիտեմ, չեմ հիշում որ թվին է սարքել պողոտան։ Միշոն, հայ տղեկի, բարձրացավ կտուրի վրա, այն անկյունը մամ երգներ երևի, եթե չեմ սխալվում։ Մի հատ նենց անկյան տակ նկարեց Հյուսիսային պողոտան, որ բոլորին ցույց տա, որ այս անկյան տակ ավելի սիրուն է այս ամեն ինչը։ Որոստը բոլորը գնում կանգնում էին մեջտեղը նկարվում էին։ Հիմա այդ լուրջ եմ ասում։ Հիմա այդ մի օրինակությունն է մեր երկրում։ Հիմա որ ես ինձ փորձել եմ տեղափոխեմ մի հատ լրիվ ուրիշ անկյան տակ, համ իմ համար է այդ շատ լավ, համ իմ հերոստադիտողի համար է լավ, որ իրանք ու ես լիքը գովեստի խոսքեր եմ լսել կոնկրետ այդ դերի հետ կապված, այսինքն մարդիկ ընդունել են